Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանն ակնհայտ երկակի ստանդարտներ է տեսնում եվրոպական բյուրոկրատիայի վարքագծում, հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով եվրոպացիները դեմ են իրենց գործերին ԱՄՆ միջամտության փորձերին, միևնույն ժամանակ նրանք ակտիվորեն միջամտում են Թբիլիսիի գործերին, փորձում խոչընդոտել երկրի զարգացումը։ Կոբախիձեն կարծիք է հայտնել, որ այդ մոտեցումը փոփոխության կարիք ունի։ Վրաստանի վարչապետի խոսքով երկակի ստանդարտները նպաստում են Եվրոպական միության ներսում զարգացման բացասական միտումներին։ Դա ազդում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և տնտեսության վրա։ Վրաստանի խորհրդարանն արագացված կարգով վերջնական ընթերցմամբ ընդունել է բողոքի ակցիաների անցկացման կանոնները խստացնող օրինագիծը։ Հավաքների և ցույցերի մասին օրենքում և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխությունները խորհրդարան էր ներկայացրել իշխող վերացական երազանք կուսակցությունը։ Նոր կանոնները պարտավորեցնում են 5 օր առաջ նախազգուշացնել Վրաստանի ներքին գործերի նախարարությանը մարդկանց կուտակման և տրանսպորտի տեղաշարժման վայրերում հանրահավաք անցկացնելու մասին, այդ թվում մայթերին։ Առանց ոստիկանությանը նախազգուշացնելու հասարակական վայրում ակցիայի անցկացումն արգելվում է։ Օրենքը խախտողներին սպառնում է վարչական կալանք մինչև 15 օր ժամկետով, կազմակերպչին մինչև 20 օր։ Կրկնակի խախտման դեպքում հարուցվում է քրեական գործ։ Նոր օրենքն ուժի մեջ կմտնի նախագահ Միխեիլ Կավելաշվիլու ստորագրումից հետո։ SOCAR Energy Georgia ընկերությունը, որն Ադրբեջանի պետական նավթային ընկերության դուստրն է, առաջին տեղն է զբաղեցրել Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրաված ընկերությունների ցանկում։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալով երկրորդ տեղում է Selfie Mobile ընկերությունը, երրորդում Borjomi Georgian։ 2025 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարած երկրների եռյակում են Միացյալ Նահանգները $93.5 միլիոն, Իսպանիան $72 միլիոն և Թուրքիան $70 միլիոն։ Ներդրումների համար առավել գրավիչ են անշարժ գույքի, տրանսպորտի, ջրամատակարարման, թափոնների կառավարման, մշակող արդյունաբերության և տեղեկատվական հաղորդակցությունների ոլորտները։ Վրաց-ռուսական սահման տանող 23 կիլոմետրանոց ճանապարհը լիարժեք կգործի 2028 թվականին։ Վրաստանի ենթակառուցվածքների փոխնախարարը նշել է, որ նախագիծը կազմված է երկու մասից։ Առաջին հատվածը 9 կիլոմետր երկարությամբ թունելն է, որն արդեն փորվել է և ներկայումս ներքին աշխատանքներ են ընթանում։ Երկրորդ մասը ավտոճանապարհն է, որն իր մեջ ներառում է թունելներ և կամարակապ կամուրջ։ Երկրորդ մասի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2028 թվականին։ Պաշտոնյան նաև հնարավոր է համարել, որ Գուդաուրիի ճանապարհը կբացվի հաջորդ տարի։ Գազայում արդար և հարատև խաղաղության ճանապարհը երկու պետության մոդելի իրականացումն է, հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։ Նրա խոսքով ցեղասպանությունը, որը հանգեցրել է Գազայի հատվածի ավելի քան 70,000 բնակիչների մահվան, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված արժեքների ծանրագույն խախտման վկայություն է։ Թուրքիայի նախագահն ափսոսանք է հայտնել, որ չնայած համաշխարհային հանրության ջանքերին, Գազայի հատվածում և պաղեստինյան տարածքներում գործողությունները չեն դադարում։ Ստամբուլում կայացել է Թուրքիայի և Ուզբեկստանի էներգետիկայի նախարարների հանդիպումը։ Ալպարսլան Բայրակթարը և Ջուրաբեկ Միրզա Մահմուդովը քննարկել են վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները, ենթակառուցվածքները և նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցումը։ Բայրակթարն ընդգծել է, որ հանդիպման նպատակը հանքարդյունաբերության ոլորտում երկրների միջև ռազմավարական գործընկերության խորացումն է կոնկրետ քայլերով, ինչպես նաև երկկողմ առևտրի ծավալների զգալի ավելացումը, որն այսօրվա դրությամբ կազմում է $2.5 միլիարդ։ Իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը մեկնաբանել է Սիրիայում թուրքական զինված ուժերի տեղաշարժի մասին սոցցանցերում տարածվող տեսանյութերը։ Նրա խոսքով Սիրիայի տարածքում տեղակայված զինված ուժերի ստորաբաժանումները փոխարինվում են նորերով Անկարայի և Դամասկոսի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում։ Ոչ մի արտառոց իրադարձություն, ընդգծել է Չելիքը։ Արդեն մի քանի օր է լրատվամիջոցները գրում են, որ թուրքական զինված ուժերը մուտք են գործել Սիրիայի տարածք։ Սոցցանցերում տարածվում են տեսանյութեր Աֆրինից, Ռասոլայնից և Հալեպից։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։ Նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը եւ Կարիբյան տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները։ Փեզեշքյանը քննադատել է Վաշինգտոնի գործողությունները Վենեսուելայի ափերի մոտ ԱՄՆ-ի ռազմանավերի տեղակայումն անվանել բացարձակ անօրինական միջազգային կանոնները խախտող եւ վտանգավոր նախադեպ, որը սպառնում է ամբողջ աշխարհում խաղաղությանն ու անվտանգությանը։ Իսլամական Հանրապետության նախագահն աջակցություն է հայտնել Վենեսուելայի անկախությանը, անվտանգությանը եւ կայունությանը։ Մադուրոն էլ Միացյալ Նահանգների գործողությունները որակել է որպես սադրիչ։ Նրա խոսքով Կարակասի դեմ Վաշինգտոնի մեղադրանքները հանդիպել են համաշխարհային հասարակական կարծիքի հակազդեցությանը։ Ղազախստան այցել այն հեռանկարներ է բացում Թեհրանի եւ Աստանայի միջև կապերի համակողմանի զարգացման համար։ Այդ մասին Աստանա մեկնելուց առաջ հայտարարել է Իրանի նախագահը։ Մասուդ Փեզեշքյանի խոսքով այցը բարենպաստ ազդակ կդառնա առանցքային ոլորտներում գործընկերությունն ակտիվացնելու համար։ Նախագահը նաեւ ուշադրություն է հրավիրել Իրանի արտաքին քաղաքականության ռազմավարական ուղղության վրա, որը ենթադրում է իսլամական աշխարհի հետ մերձեցում։ Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Մեհդի Սանային նշել է, որ Ղազախստանում նախատեսված են պաշտոնական հանդիպումներ, փաստաթղթերի ստորագրում, գործարար համաժողով եւ մշակութային միջոցառումներ։ Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունից էլ հայտնել են, որ Մասուդ Փեզեշքյանի այցն ուղղված է Ղազախստանի եւ Իրանի միջև ռազմավարական երկխոսության մակարդակի բարձրացմանը եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։ Իրանի նախագահը Ղազախստանից կուղևորվի Թուրքմենստան։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդունել է Հայաստանում Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Վերջինս ներկայացրել է իր ծրագիրը Երևանի ու Թեհրանի միջև երկկողմ հարաբերությունները առավել խորացնելու համար, հարևանության քաղաքականության եւ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման շրջանակներում։ Արտաքին գործերի նախարարն իր հերթին դեսպանին մաղթել է հաջողություն։ Նա ընդգծել է Հայաստանի եւ Իրանի միջև հարաբերություններն ու համագործակցությունը առավել ամրապնդելու համար բոլոր հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությունը։ Շիրղոլամին Հայաստանում դեսպան նշանակվելուց առաջ զբաղեցրել է Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի հետազոտական բաժնի ղեկավարի պաշտոնը։ Իրանը Բելարուսի հետ հարաբերությունների զարգացման համար որևէ սահմանափակում չունի, հայտարարել է Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը Բելարուսի արդյունաբերության նախարար Անդրեյ Կուզնեցովի հետ հանդիպման ժամանակ։ Արեֆը նշել է, որ Մինսկի հետ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը Թեհրանի ռազմավարական օրակարգի մաս է կազմում։ Արեֆի խոսքով Իրանի նախագահի վերջերս Բելարուս կատարած այցը նոր հորիզոններ է բացել երկու երկրի հարաբերությունների զարգացման համար։ Բելարուսի արդյունաբերության նախարարն էլ հաստատել է Մինսկի լիակատար պատրաստակամությունը Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում։ Կուզնեցովի հետ հանդիպել է նաև Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեջադը։ Կողմերը քննարկել են էներգետիկ, արդյունաբերական եւ նավթաքիմիական ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացումը։ Պաշտոնյան հայտարարել է, որ Իրանը ներդրումների ոսկե հնարավորությունների տարածք է, մասնավորապես նավթի եւ գազի ոլորտում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Միացյալ Թագավորության առևտրային բանագնաց Լորդ Ջոն Օլդերդայսին։ Վերջինս շնորհավորել է Ալիևին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգում առաջխաղացման կապակցությամբ։ Ադրբեջանի նախագահն էլ ընդգծել է Հայաստանի հետ պայմանավորվածությունների պատմական նշանակությունը եւ շեշտել այդ հարցում նախագահ Դոնալդ Թրամփի դերը։ Ալիևի խոսքով Բաքուն շարունակելու է ջանքերը խաղաղության առաջմղման համար, ընդգծել, որ խաղաղ պայմանները նպաստում են տարածաշրջանի տնտեսական ներուժի զարգացմանը։ Զրույցի ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի միջև ռազմավարական գործընկերության, բարեկամության եւ վստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացումը։ Նշվել է տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման մեծ ներուժի առկայությունը։ Ալիևը նաեւ կարևորել է Ադրբեջանի եւ British Petroleum-ի միջև ավելի քան 30-ամյա հաջող համագործակցությունը։ Բաքվում կայացել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների տեղակալներ Սամիր Շարիֆովի եւ Միխայիլ Գալուզինի հանդիպումը։ Քննարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկայվիճակն ու հեռանկարները։ Հաստատվել է 2026 թվականի շփումների ժամանակացույցը։ Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն ռուսական կողմից շեշտվել է հունիսի վերջին հուլիսի սկզբին Բաքվում ձերբակալված Ռուսաստանի 11 քաղաքացիների շուտապույտ ազատ արձակման կարևորությունը։ Մանրամասն քննարկվել են
տարածաշրջանային մի շարք հարցեր, ներառյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորումը եւ Մոսկվայի հնարավոր աջակցությունն այդ գործընթացին։ Կողմերը հետաքրքրություն են հայտնել 3 գումարած 3 տարածաշրջանային հարթակի աշխատանքի ակտիվության հարցում։ Գալուզինին ընդունել է նաեւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը։ Մտքեր են փոխանակվել երկկողմ տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Ուզբեկստանի նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղար Վիկտոր Մահմուդովի եւ պաշտպանության նախարար Շուհրաթ Ալմուհամեդովի հետ։ Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի եւ Ուզբեկստանի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ։ Ուզբեկստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2026 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը։ ՆԱՏՕ-ի 2025 թվականի անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում Բաքվում կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների հանդիպումը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ։ Կողմերը քննարկել են ապագա զորավարժությունների կազմակերպման եւ անցկացման նախապատրաստման առանցքային հարցերը։ Ստորագրվել է դրանց վերաբերյալ փոխըմբռնման արձանագրություն։ Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները վստահություն են հայտնել, որ առաջիկա զորավարժությունները կամրապնդեն համագործակցությունն ու տարածաշրջանային անվտանգությունը։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։